Մեր գյուղում շատ խնդիրներ կան, որոնք պետք է անհապաղ լուծվի։ Օրինակ ամենաառաջի հարցը հենց կոյուղու ու ջրի հարցն է, որ շատ կարևոր է մեր գյուղացիների համար։ Բոլորս էլ ունենք փոքր երեխաներ ու տան մեջ ունենք շատ անդամներ, որոնք ջրի ու կոյուղու խնդիրներով տառապում ենք, հոտից մեռնում ենք, ահավոր է։ Տրուբաները բերեց վիոլան քաշեց, հիմա էլ մեզ ջուր չեն տալի, մեծ ցիստերնով ջուր են բաժանում։ Ու ասվել է տունը 50 լիտր, 50 լիտրն է ինչա։ Ջուրը հենա նկարել, բաժանում են, նայ։ Քաղաքապետարանն բան սիստեր են տվել, ջուր են բերում, պես վեջով վերցնում են, բայց դա գործ չի էլի, վեջով այսօր լվասկի մեքենան ոնց լցնես, վեջով ջուրը լվասկ անի, ասենք ժողովուրդը։ Սա երրորդ փողոցն է, դժվար մայլա ենք։ Իմին այս փողոցը, միջև այս անցումը որ կա, միջև այդ փողոցը, միջև վերջ, մենք բոլորս էլ դժվար ենք, անկեղծ եմ ասում։ Ես ինքս անձամբ ունեմ 4 տարեկան երեխա, պարտեզ է հաճախում, ու ես իմ երեխային ամեն անգամ պետք է այդ ցիստերնից ջուր տանեմ, հոտն էլ ահավոր է, վեր է, ոչ խմել է լինում, ոչ էլ։ Այնքան անճար ենք, որ ստիպված յոլա ենք գնում։ Բայց դա հարցի լուծում, հա։ Մենք գիտեք ինչքան ենք բողոքել, չեք պատկերացնի, այդ բողոքին արդեն չափ ու սահման կա։ Քաղաքապետարանի դռներից ես տուն չեմ գալիս։ Արդեն ինչքան ժամանակ է հոգնել եմ ես իրանցից, որտեվ ես հա գնում եմ ընդ ինձ խոստում են տալի, վերադառնում եմ, նորից գնում եմ ու մեզ խաբելով այսպես պահում են։ Հիմա ես ձեզ խնդրում եմ, աղաչում եմ, ում կբարձրաձայնեք, ինչ կանեք, ինչ չկանի, խնդրում եմ ջրի հարցը ամենաառաջինը։ Այդ հարցն է մեզ շատ տանջում։ Ինչի բոլոր գյուղերը սպասարկվում է տեղը տեղին, իսկ մեր տոլորսը անտեսվել է, ես չեմ հասկանում։ Հենց մի հարց մեյդան են բերում, հաստատ տեղը տեղին այդ հարցը լուծում է։ Տոլորսից 100 միլիոն անգամ մենք ժողովրդով էլ ենք իջե, ես էլ եմ շատ անգամ իջե, մեզ այսենց մատերի վրա պտտում են։ Դա հարց չի, դա ձև չի, ախր դա չի կարելի։ Ինչքան կարելի է։ Ես էլ եմ կրկնում, զոհվածի հարց եմ։ Իմ տեքրը զոհված է, իմ կիսուրս 100 անգամ զանգել է, խնդրել է իրանց։ Ասել անգամ պետք է ես գումար տրամադրեմ։ Իսկ իրանք մեզ այսպես են պատասխանել, որ պետք չի, ինչ եք ասում, մենք կանենք, բա ուրա ձեր աշխատանքը ինչքան կարելի է լռել։ Ինձ ասեք, ես հասկանամ, էլի ինչքան կարելի է լռել։ Մոտ մի ամսուկես 2 ամիս քաղաքապետարանից առաջ եկան, բա մինչև մի ամիսը կսարքենք։ Մարզպետն տեղյակ է, քաղաքապետարանը տեղյակ է։ Ես ընդ ներկա եմ եղել, հարց եմ տալի, ասում եմ, յոլա ջուրը, որ գցում են յոլա ջրի վրին, ասում են չի ընդունում։ Հարցը ձև տվեմ, ասում եմ, յոլա ջուրը հիմնարկ է, ինչա ոնց է։ Էդի պետություն է, ասում են չէ, ասում եմ, այդ պետությունը չի կարեմ դրա վրին ազդի, որ ես փոքր երեխա կա, մեծ կա, վերջո մարդ պիտի առաջը հերթին իրան հարգի սիրի։ Մենք եթե մեզ չենք հարգում սիրենք, բա ինչ անենք, հիմի հելնենք դրոշը վեկալենք ընկենք փողոցները, ասենք մեզ ջուր չունենք, դե վերջո ամեն մեկը պետք է ինքնասիրություն ունենա։ Ասես այս ձև չի։ Վերել են բոշկո ջուր են բաժանում, տո լիտրաժ ու ամոթել այս Հնդկաստանա դառը ինչ արի, այս որ թիվն է, ինչա։ Սաղաշարը ջուրը, այս Հայաստանի ջուրը 3-4 տարի սարքել են այդ ինչը ջրագիծան չա բասեին բան ինչ այդ շոչիկները դրած այսօր այդ ջուրը չկա ասում յոլան չի բանանում չի վզով չի անում որ այդ ջուրը տա գյուղացիների քաղաքապետարանը ասել է մեզ տեղակ կուրսի ապա ասա միջև մի ամիսը կտան հեսա երկրորդ ամիսն էլի չկա ես իմինը իմ անունից ասեմ եթե միջև մի քանի վախտը չեղավ Այս ճանապարհը գյուղով հավաքվել ենք, փակենք։ Այմաղ թող ով մտածում է, ուզում է լինի։ Մենք սիրում, մենք հարգում ենք մեր երեխեքին, մեր մեծերին ու մեզ։ Մենք եթե այսօր ջուր չունենք, եկա առելի տուն ունեմ, ախպեր ջան, ոչ ջուր կա լուղանանք ու ամոթել է, չես իմանում ինչ անես։ Բայց քան սարքել եմ ինչի։ Էս ապրելու ձև է։ Ջրագիծը երկրորդ տարին արդեն գալիս որ անց եք ացրել։ Լորի պատրաստա, միացումները դրածա, սոչիկը դրածա, բայց ջուր չեն տալիս։ Պատճառը
ինչ որ թերություններ կա, ես իմ ինչ այդ պետքա վերանա, ծմերա գալիս է սա։ Ժողովուրդը չգիտենք ինչ պետք է անել։ Անիշելի որ մեր գյուղապետը տեղում չի, մեր գյուղապետը տեղում է, բայց այդ մարդը ինչ անի, նա ասենք մենակով ինչ անի, քանի անգամ ինքն էլ է դիմել, անիշի որ չի դիմել։ Ես չգիտեմ դե ներքին կարգով ինչեր է կատարվում, ինչ կարա իմանամ, բայց համենայն դեպս այս հարցերը, որ մեր շատ կարևոր է, միշտ անտեսվել է, նամանավանդ այս փողոցը, որ ինչի են մեզ այս կարգի անտեսել, ինչով ենք մենք մեղավոր, որ ապրում ենք այս գյուղում, այս ամենասիրուն, ամենալավ գյուղն է, ինչքան լավ տեղեր ունենք, դուք գիտեք։ Ես շատ սիրելով եկել եմ ստե, իմ կիսուրս ստե տունը առե, ես եկել եմ ստե սիրելով սրտանց ապրում եմ ստե, բայց հարցերն առաջացավ ու ես շատ փիս նեղվում եմ։ Որտեղից եք եկել։ Ես Երևանցի եմ, բայց ամուսինս Սիսյանցի է։ Արդեն քանի տարի։ Բոլորի տները մեծ էլ կա, երեխա էլ կա, բա մեղք չեն իդ մարդիկ։ Վերջապես գյուղ ենք։ Ինչի մեկին հասնում է, 11-ին չի հասնում, ինչի։ Այդ մեկը լավն է, մենք վատն ենք։ Խմելու ջուրը պետքա պարտադիր, դե չունենք հիմա։ Այդ հարցը լուծեն էլի, որովհետեւ ձմեռա գալիս։ Այդ ժողովուրդը որ չփախնե вообще։